փորձում ենք մեր ձայնը հասցնել պատկան մարմիններին, կառավարությանը, Երևանի քաղաքապետին, որ այսպես չի կարելի մի ամբողջ 4000 բնակչություն ունեցող թաղամասին թողնել մենակ ու ընդհանրապես թքած ունենալ այդ քաղաքացիների ճակատագրի վրա։ 30 րոպեից ավելի փակել եք ճանապարհը, ոչ կառավարությունը։ Մենք պայմանավորվեցինք մեր համայնքային ոստիկանների հետ, որ շատ շնորհակալ եմ։ Այո, մեր համայնքային ոստիկանները շատ պարկեշտ վարք են դրսևորել, շատ պատշաճ ծառայություն իրականացնում, պահպանում հասարակական կարգը։ Մենք էլ պայմանավորվել ենք համայնքային ոստիկանների հետ, որ 9-10 րոպեին մենք կբացենք ճանապարհները, բայց այս պրոցեսները լինելու են շարունակական, մինչև մենք պատշաճ արձագանք չստանանք քաղաքապետարանից եւ կառավարությունից։ Եթե պատշաճ արձագանք չլինի, ակցիաները շարունակվելու են ավելի հզոր ու տարածական առումով տարածվելու են արդեն այլ ուղղություններով։ Ընդհանուր մինչև Դավիթ Հաշենի կամուրջ տանող բոլոր ճանապարհները մեր կողմից էլի փակվելու են։ Հաշվի ճանապարհը փակել են այդ բաները, ղեկավար պատկան մարմինները, որ ուզում են մեր հարցերին պատասխանում չեն գալիս։ Հաշվեք իրենք են ճանապարհը փակել։ Թող գան, ոչ մեկ չի փակել։ Ոչ քաղաքապետարանից եկան, ոչ Դա հաշվեք իրենք են փակել, իսկ բնակիչները ճանապարհը բացել։ Այո, մենք մեր պահանջները, ներկայացրել ենք, մեր պահանջները նաև հրապարակված են լրատվամիջոցների իրենց կայքեջերում։ Ես հույս ունեմ, որ մեր պաշտոնյաները ի վերջո կգտնեն այդ կամքը, չեն ունեն այդ կաշկանդվածությունը, որը մեր ենթադրությամբ ունեն, եւ կփորձեն բնակիչների հետ հանդիպել եւ բնակիչների խնդիրներին արդարացի լուծում կտան։ 2 տարի է բարձրաձայնում եք, հիմա կհիշեցնեք ինչ եք պահանջում, ամենագլխավոր 3 քայլերը։ Գլխավոր պահանջներն են այս պահի դրությամբ, որ նախ եւ առաջ պետքա վերադարձվի մեզանից խլած, մեր կողմից գնված 4000 քառակուսի մետր հողատարածքը, որը նախագծով նախատեսված է բակային եւ կանաչապատ տարածքի համար։ Սա թող Երևանի քաղաքապետը որպես ուղերձ ընդունի, իսկ կառավարությունը որպես վերահսկող թող այդ process-ը վերահսկի, որ դա տեղի ունենա, որովհետև մենք գնման իրավունքներով ձեռք ենք բերել այդ հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականություն, մեր իրավունքները ամբողջովին ոտնահարվել են եւ այդ հողամասը ուղղակի առանձնացվել է եւ նախնական առողջարքի պայմանագրով օտարվել է։ Մյուս պահանջը մեր կապված է բնակարանների սեփականության իրավունքի փոխանցման հետ։ Սեփականության իրավունքի փոխանցումը պետք է իրականացվի այնպիսի մեխանիզմներով, որ քաղաքացիներից, գնորդներից հավելյալ գումարներ չպահանջվի ոչ մի կառույցի կողմից, այդ բանկի, չգիտեմ, ասենք, եթե ասենք այլ կառույցներ կան իրանց կողմից էլ։ Բնակիչը պայմանագրով սահմանված գինը արդեն վճարել է եւ չի պատրաստվում այլևս հավելյալ գումարներ վճարել։ Եվ շատ կարևոր է կանխիկ վճարումներով գնորդների հարցը, որ էլի այս բնակիչները այստեղ հավաքված են, նոտարի իրականացրած հանցագործ գործողությունների հետևանքով այս մարդիկ հայտնվել են մի իրավիճակում, որ պարտավոր են նորից իրենց պայմանագրի գումարը ամբողջությամբ վճարեն։ Այդ հարցի արդարացի լուծում, պատասխանատվության թող ենթարկեն նոտարին, կառուցապատողին, չգիտեմ, այդ կանխիկ գումարը խարդախությամբ մարդկանցից վերցրել են։ Եվ ամենակարևորը նորից ուղերձը քաղաքապետարանին, որ չպետք է թույլատրվի նախագծի որևէ փոփոխություն, ինչը որ հաստատված է եղել, եւ պետք է լուծեն այս թաղամասի շահագործման թույլտվության հարցը, որովհետեւ այն իրավիճակում փաստացի ինչ որ մենք ունենք այսօր հողի վրա, այդ իրավիճակում օրենսդրությամբ սահմանված կարգով շահագործման թույլտվություն ստանալ հնարավոր չի։ Հայկի ձեր կարծիքով զարմանալի չի, որ 2018-ին այս ճանապարհներ փակելով իշխանության եկածները նախորդ տարի ասենք կանենք կարկախոսով իշխանություն նորից վերցրած քաղաքային իշխանությունը անտարբերություն է ցուցաբերում, որովհետև ըստ էության այս խնդիրը առկա է շատ թաղամասերի հետ ու բնակիչները բարբերաբար, այդ թվում եւ օրինակ նույն վերածնունդ թաղամասի բնակիչները ստիպված էին բողոքի ակցիաներով հասնել խնդրի որոշակի կարգավորմանը։ Ինչով եք պայմանավորում եւ կենտրոնական եւ քաղաքային իշխանության անտարբերությունը բնակիչների։ Տեսեք, ես կարծում եմ, որ խնդիրը համակարգային է եւ իրավական,
անհրաժեշտություն կա օրենքներով, իրավական ակտերով կարգավորել կառուցապատման վերաբերվող օրենսդրությունը եւ իրավական ակտերը, որպեսզի նմանատիպ դեպքեր չլինեն։ Այդտեղում մեր գումարների փոխանցումը կատարվի եւ Այո, տեսեք, եթե նոտարը պատշաճ ձևով իրականացներ իր օրենքով իրեն լիազորված գործողությունները, ոչ մի բնակիչ չէր հայտնվի այս վիճակում կանխիկ վճարած բնակիչների նկատմամբ, որովհետև նոտարը պարտավոր էր մարդկանց պարզաբանել, որ կառուցվող շենքից անշարժ գույքի գնման իրավունք ձեռք բերելիս գնորդը պետք է վճարի բացառապես անկանխիկ եղանակով կառուցապատողի հատուկ հաշվին փոխանցման միջոցով։ Նոտարը պետք է տեղեկացներ դա գնորդին պայմանագիրը ստորագրելուց առաջ, որը նոտարը չի արել։ Դե ենթադրում ենք ինչի չի արել, երևի ոչ թե երևի իրար հետ կազմակերպված են այդ process-ը իրականացրել։ Իսկ ինչ վերաբերվում է կոնկրետ պատկան մարմինների հետ կապված կամ իշխանությունների, այո, մենք տեսնում ենք մի վարքագիծ եւ կառավարության կողմից եւ Երևանի համայնքի կողմից, որ անտեսվում են սեփական երկրի քաղաքացիների իրավունքները, անտեսվում են սեփական երկրի քաղաքացիների խնդիրները ու որևէ կերպ արձագանք, պատշաճ արձագանք չի տրվում։ Հիմա ճանապարհը բացելուց հետո այսօրվա ակցիան համարեք ավարտված։ Այսօրվա ակցիան մենք այո հիմա ճանապարհը կբացենք, կհամարենք ավարտված, բայց եթե չլինեն հստակ պատշաճ արձագանքներ պատկան մարմինների կողմից, մենք այս ակցիաները շարունակական բնույթ է կրելու ու ավելի հզոր ծավալներով, ինչպես նաև ես կոչ եմ անում մեր բոլոր համաքաղաքացիներին, ովքեր բախվում են կառուցապատողների հետ խնդիրների ու իրենք էլ ունեն խնդիրներ, որոնք չի լուծվում ոչ Երևանի համայնքի կողմից, ոչ կառավարության կողմից, բոլորս պետք է համախմբվենք, ժողովուրդ ջան, սա համակարգային, սա խնդիր է։ Այստեղ բոլոր բնականon ձեռք բերողները երիտասարդ ընտանիքներ են մանկահասակ երեխաներով ու ասենք չի կարելի պետության մեջ նմանատիպ մեծ ներդրում կատարած երիտասարդ ընտանիքներին այսպես վերաբերվել։ Այս թող պետությունը իդեմս կառավարության սա շատ լավ գիտակցի։ Թունյանն էլ խոստացավ, որ որոշակի քայլեր կձեռնարկի, նախ 2 տարի ասաց, որ ապրում է այստեղ ու Այո։ Այդ 2 տարում ինքը ձեր պայքարին միացած է։ Մենք որոշակի շփումներ ունեցել ենք պարոն Թունյանի հետ, այո, եղել են շփումներ, փորձ է արվել որոշակի խնդիրների լուծում ստանալ, բայց ցավոք առ այսօր մենք չենք ստացել այդ լուծումները։